Եթերում Քյավառ հեռուստաընկերության Գեղամա օր լրատվականն է այսօր 18 օգոստոսի օրը երեքշաբթի բարի երեկո։ Ճամբարակ քաղաք տանող կենտրոնական ճանապարհը կառավարություն համայնք համատեղ ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է։ Հիմնանորոգվող հատվածի ողջ երկայնքով կառուցվում է նաև արտաքին լուսավորության ցանց, անցկացվում է ջրահեռացման համակարգ, կառուցվում են մայթեր։ Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում շինարարական եռուզեռ է։ 1450 գծամետր երկարությամբ փողոցի հիմնանորոգումը կատարվում է շուրջ 800 միլիոն դրամ արժողությամբ սուբվենցիոն ծրագրով։ Այն ներառում է նաև երկկողմանի մայթերի կառուցում, ջրահեռացման և արտաքին լուսավորության ցանցի անցկացում և հողապաշտպան հենապատի մի հատվածի հիմնանորոգում։ Ժամանակ առ ժամանակ մենք փոսային վերանորոգումներ ենք արել, բայց արդեն հասել էր մի պահ, երբ պետք է մենք հիմնովին վերանորոգեինք այս ամբողջ փողոցը, բացի դա նաև քաղաքի գլխավոր մուտքն է, փորձում ենք նաև գեղագիտական տեսքը փոխենք քաղաքի։ Սրան զուգահեռ մենք նաև ծրագրի ավարտից հետո կանաչապատման ծառատնկման աշխատանքներ ենք իրականացնելու։ Փողոցի և ենթակառուցվածքների շինարարությունը մեկնարկել էր անցյալ տարվա նոյեմբերին, ավարտը նախատեսված է այս տարվա հոկտեմբերին։ Որոշ հատվածներում մայթերն արդեն սալիկապատվում են, լուսավորության ցանցը հիմնականում անցկացված է, աշխատանքների ավելի քան 50%-ը կատարված է։ Հողային աշխատանքներ են կատարել 40-ից 50 սանտի գրունտի հանում, հարթեցում, հետո ավազակոպչի շերտի տեղադրում 12 սանտիմետր, 20 սանտի շեբինի տեղադրում C5 և 10 սանտի ասֆալտբետոնյաց շերտ։ Տեղադրել ենք մայթի երկկողմանի բաքեր։ Մինչև փողոցի հիմնանորոգումը համայնքի միջոցներով և բնակիչների աջակցությամբ նորացվել է գոյագիծը, տեղադրվել են դիտահորեր, այսպիսով նվազեցրել են հիմնանորոգված ճանապարհի հետագա քանդման հավանականությունը։ Բնակիչները ոգևորությամբ են հետևում շինարարությանը, տեխնիկայի աղմուկից, փոշուց և այլ անհարմարություններից հետո բարեկարգ ենթակառուցվածքներ են ունենալու։ Շատ վատ վիճակ է, շատ վատ վիճակ։ Փողոցները քանդված, սաղ ջրափոսեր էր լիքը, ջրերը չկար, կանալիզացիա չկար, այս կանալիզացիաները սաղ վերանորոգեցին, սարքեցին, թազա ռուբաներ գցեցին, այս լուսերը տեղադրեցին գիշերային, շատ բարեկարգեցին, շատ լավ օգնություններ արեցին, շատ լավ վերակառուցեցին, շինեցին, սարքեցին։ Այս 35 տարի է մենք ստեղ, մենք եզևից չենք տեսել։ Առայժմ տեն մենք գրիս, ինչ գործեր ա գնում, մի երկու ամսից հետո դուք գաք կնայեք, տեսեք ինչ գործեր արված։ Մենք ամենա ձե բան չենք տեսել։ Նախքին վիճակ չի եղել, ինչ վիճակ։ Ես մտան չէի կարող դուրս, մեքենան չեմ կարացել, փայտը բերեմ իմ տուն։ Հիմից ասեն ցարկել եմ, որ փայտը կարամ ազատ տանեմ մեր տուն։ Փողոցի և մյուս ենթակառուցվածքների շինարարությունը 55%-ով կառավարության և 45%-ով համայնքի ներդրմամբ է իրականացվում։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։ Ընթացքի մեջ է լճափի մանկապարտեզի այս տարվա ապրիլից մեկնարկած շինարարությունը։ Հիմնանորոգումն իրականացվում է Գավառ համայնքի 2026 թվականի սուբվենցիոն ծրագրով։ Աշխատանքների ավարտի համար 2 տարի ժամկետ է սահմանված։ Լճափի մանկապարտեզի հիմնանորոգումն ակտիվ ընթացքի մեջ է։ Աշխատանքները մեկնարկել են 2 ամիս առաջ։ Բացի արտաքին հիմնական պատերից շենքն ամբողջությամբ հիմնանորոգվում է։ Մանկապարտեզի 2 մասաշենքերից գործում էր միայն մեկը, այն էլ խիստ անբարեկարգ պայմաններում։ Մանկապարտեզ էր հաճախում 60 երեխա։ Շենքը շատ վթարային էր, կոյուղ ջրերը գնացել էին պոլի տակ, նստել էր պոլերը վրան, բետոն էին ավելացրել, նստել էր միջնապատերը, առանձնացել էր առաստաղից, պատերից, շարժվում էր, դրանք բոլորը լրիվ քանդվել է, մնացել է մենակ կապիտալ պատերը։ Կառավարություն համայնք գործակցությամբ Գավառի 2026 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում բնակավայրն ունենալու է նոր ու բարեկեցիկ մանկապարտեզ։ Հիմնանորոգման ծրագրի ընդհանուր արժեքը 293 միլիոն 808 հազար դրամ է, որի 75%-ը հատկացվում է պետական, 25%-ը համայնքի բյուջեից։ Կատարվում են ուժեղացման աշխատանքներ, որոնց արդյունքում ունենալու ենք ավելի սեյսմիկայուն շինություններ։ Հիմնանորոգումից հետո կատարվելու են ներքին հարդարման աշխատանքներ, որոնց հաջորդելու է գույքի համալրման ծրագիրը, այսինքն հիմնանորոգումից հետո մենք բոլոր առումներով ունենալու ենք նորացված շինություն։ Շատ մեծ եւ կարեւոր նշանակություն ունի գյուղի զարգացման համար մանկապարտեզի կառուցումը։ Երեխաների թվաքանակի
աճ ունենանք։ Շինարարության ընթացքում արդեն կատարվել են հիմքերի ամրացման, պատերից գաճի սվաղի հեռացման, հատակի միջնորմների սանհանգույցների քանդման աշխատանքներ, կատարվել է նաև հատակի բետոնացում, նոր միջնորմների կառուցում, էլեկտրաէներգիայի համակարգի անցկացում։ Ընթացքի մեջ է տանիքի կառուցումը, դռների ու պատուհանների փոխարինումը նորերով։ Կոյուղին լրիվ նորացվել է եւ ներքին կոյուղին։ Հիմա արդեն որ տեսնում եք պոլերը բետոնացված արմատուրայով լրիվ ամրացված, տակից արդեն դուրս եկել, դրսի կոյուղին արդեն պատրաստ է, գցել ենք, ջրին ջեռուսման մոնտաժները, այդ հարդարման ընթացքում արդեն ներքին հարդարման, բոլորը արդեն հերթով կանենք։ Թեև պայմանագրով մանկապարտեզի կառուցման համար 2 տարի ժամկետ է նախատեսված, շինարարները վստահեցնում են, անելու են հնարավորը, որպեսզի Լճափի երեխաները ավելի շուտ հաճախեն մանկապարտեզ։ Ալվարդ Մանուկյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Եղամաօր։ Գավառի համայնքապետարանում տեղի ունեցավ Սևանի սանիտարական եւ բնապահպանական բարեփոխումների ծրագրի վերաբերյալ հանրային լսում։ Ծրագրի Գավառի համայնքապետարանի աշխատակազմի բնակիչների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, խոցելի խմբերի ներկայացուցիչների եւ շահագրգիռ այլ անձանց մասնակցությամբ հանրային լսումը վարեց Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը։ Ծրագիրը ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի կողմից, իրականացվելու է Գավառ քաղաքում, Կարմիր գյուղ, Նորատուս եւ Գանձակ բնակավայրերում։ Ծրագրի նպատակն է աջակցել Սևանալճի ավազանում սանիտարական ենթակառուցվածքների եւ կեղտաջրերի կառավարման համակարգերի բարելավմանը, նպաստելով շրջակա միջավայրի պահպանությանը, հանրային առողջության բարելավմանը, բնակչության կենսապայմանների բարելավմանը։ Փորձագետները ներկայացրին ծրագրի նպատակները, հիմնական ուղղությունները, ակնկալվող արդյունքները, բնապահպանական եւ սոցիալական հետևանքները, ծավալվեց քննարկում, պարզաբանումներ տրվեցին մասնակիցներին հետաքրքրող հարցերին։ Քյավառ հեռուստաընկերության Եղամաօր լրատվականի այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Ես հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում ամենայն բարիք։